Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, իմ հյուրն է Հայաստան դաշինքից Գառնիկ Դանելյանը, բարև ձեզ պարոն Դանելյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պատերազմ ու ռազմական գործողություններն ու հրթիռահարումները երկուստեք շարունակվում են եւ Իրանը տարբեր ուղղություններով արձակում է եւ նաեւ Միացյալ Նահանգները Իսրայելի հետ միասին եւ ոչ միայն արաբական աշխարհից էլ հրթիռներ են եւ ռմբակոծություններ Իրանի Իսլամական Հանրապետության ուղղությամբ։ Իրանի ռազմական շտաբ սպասում են ավելի լայնածավալ գործողություններ։ Իրանի Խաթամ ալ-Անբիա շտաբի խոսնակը կոշտ հայտարարությամբ դիմել է ԱՄՆ-ին եւ Իսրայելին, նշելով, որ հակամարտությունը կշարունակվի։ Իսկապես շարունակվում է Իրանի հետ պատերազմից մեկ ամիս անց ԱՄՆ-ն հայտնվել է մի իրավիճակում եւ արագ եւ հեշտ լուծումներն այլևս գոյություն չունեն։ Արդեն սա գրում են արևմուտքի հայտնի պարբերականները, լրատվամիջոցները։ Սա այս ուղղությամբ եւ չգիտեմ մի քանի թեմա եմ առանձնացրել, բայց երևի ճիշտ կլինի երկու երիտասարդի հետ կապված տեղի ունեցած այդ միջադեպին անդրադառնալ, հայտնի Մացո կամ մնացական ինչեր Մարտիրոսյան մնացական դատավորը որոշում նույն ինքը, որ նաև այդ դատի ժամանակ հիշում եք մահացավ Արմեն Գրիգորյանը, որոշում կայացրեց, որ 2 ամսով կալանավորել գերազանց առաջադիմությամբ Դավիթին, մյուսին էլ եւս քրեական գործ է հարուցվել, այստեղ դերևս ամենազարհուրելին այն ողորմելի թշվառականի Շեքսպիրի խոսքերով ասած Կոկորդիլոսի գծով մասնագետի այդ հրապարակումներ, ինչքան պիտի ներսդ ամայի լինի, ներսդ դժոխք լինի, ներսդ չար վհուկային լինի, որ դու երիտասարդի դպրոցականի կալանավորման փրկվես եւ հրճվանքով գրես, որ ինքը չի մասնակցելու, չի ունենալու վերջին զանգ։ Առողջական խնդիրներ։ Բացի այդ, երեք նաեւ տարածվեց ձայնագրությունը, որտեղ տեսնում ենք շատ ավելի կոնկրետ ձեռքը աղոթագիրքն է եւ Նիկոլի թիկնապահներն են հարվածում, մի քանի անգամ փորձում են հարվածել եւ հրմշտում են իրենց կողմից է այդ ամեն ինչը եղել առաջին հերթին։ Մարդը մտնում է եկեղեցի, արարողությունից բավականին ուշացումով 20 րոպե է մնացել որ ավարտվի, շատ ճիշտ դիտարկում էր այստեղ էր Արամ Գասպարի Սարգսյանը, որ սովորաբար եթե դու ուշացումով մտնես, որտեղ որ ազատ է, այդտեղ պիտի կանգնես։ Եթե դու այդպես մտել ես, ինչ է դու տեսնում ես, այսինքն մարդը ինչպես անցած տարի կամ դրանից առաջ փորձում է ամենտեղ բերել սադրանքներ, ինքն էլ հերթական տեղներ, որ գնացել էր սադրելու, շատ լավ իմանալով, որ իրեն պղծելու, սադրելու, իմանալով իրեն ինչպես են դիմավորելու եւ տեսավ ինչպես են դիմավորելու, տեսակ որ վանկարկելով ուղղակի իրեն դուրս հրավիրեցին, բայց իջարությունը մաղձը, տեսնում ենք տևական ժամանակ ինքը թափում է հայ ժողովրդի վրա, հատկապես նրանք, ովքեր ունեն ազգային նկարագիր եւ հոգեվորով հարուստ, եթե 18-ամյա պատանիները աղոթագիրքը ձեռքներին արարողության ժամանակ կանգնած են, սա անշուշտ խոսում է այդ երիտասարդների բարձր նկարագրի մասին եւ նաեւ իրենց դպրոցական տարիներին ունեցած բարձր առաջադիմությունները, այո, քար լռություն է կրթության նախարարության կողմից, իհարկե այս մարդու այս Կոկորդիլոսի գծով մասնագետի մասին ենք խոսում, բայց նույն ամայությունը ոնց որ թե այս տիկնոջ ներսում է տիրում, որտեղ քար լռություն ոչ մի խոսք պետք է ինքը հիմա դողդողա ամեն աշակերտի եւ այն էլ գերազանցության առաջադիմություն ցույց տվող այս աշակերտի վրա, բայց երևի կան դիվահարներ, որ հաճույք են ստանում, երբ որ հերթով կործանում են ճակատագրեր, որովհետև ինքը պիտի կարծում եմ արժանանա Նիկոլը արժանանա մի շարք պրիվետների, օրինակ պրիվետ Նիկոլ ինչ կա հղի սպանված կնոջից եւ չծնված երեխայից, պրիվետ Նիկոլ ինչ կա 150,000 մազապուրց եղած Արցախայից տնավեր եղած Արցախայությունից, պրիվետ Նիկոլ ինչ կա 250 զոհերից Սյունիքում որ հարձակվել են, պրիվետ Նիկոլ ինչ կա 10,000 զոհերից 44 օրյա պատերազմ, պրիվետ Նիկոլ ինչ կա 13,000 հաշմանդամ երիտասարդներից, պրիվետ Նիկոլ ինչ կա 10 մոխրացած երիտասարդներից, այո կացարանում մոխրացած երիտասարդներից, պրիվետ Նիկոլ ինչ կա Արցախում այդ գազա տարածականը որ պայթեց
մոխրացած այդ երեխաներից, մարդկանցից ինչ կա, Պրիվետ Նիկոլ, ինչ կա Բաքվի բանտում գտնվող մեր ռազմաքաղաքական էլիտայից եւ Պրիվետ Նիկոլ, ինչ կա Բաքվի բանտում գտնվող մեր մյուս հայրենակիցներից եւ այսպես շարունակ հիմա պետք է ասել մեր հայրենակիցներից, հիմա պետք է ասել Պրիվետ Նիկոլ, ինչ կա օրինակ բանից Դավիթ եւ Միքայել Մինասյաններից, այս երիտասարդներից, հա, այսպես պիտի շարունակվի, բայց այս առումով տեսեք թուրքական լրատվամիջոցները կարողացան, բառից բուն իմաստով թուրքական լրատվամիջոցները կարողացան 20 տարի շարունակ մեր երկիրը պատանդի մեջ պահել մարտի 1-ով եւ պատանդի մեջ պահել ինչ որ պրիվետով եւ միջև հիմա անամոթաբար, ընդ որում պատահական էր եղել եւ այդ մահացել էր դժբախտաբար, բայց դուք պատկերացնում եք 10,000 զոհեր, հաշմանդամներ, մոխրացած, հիմա եթե մենք ունենայինք մի քիչ ավելի բանը խորքային ընդդիմություն եւ ճիշտ աշխատող ընդդիմություն, ես կարծում եմ պիտի ամեն առավոտ 40 հոգի առնվազն պրիվետ ուղարկեին 10 ազատանում մոխրացած 10,000 մեր զինվորականների համար կամ էլ չեմ ասում Եռաբլուրից, ասեին գնային Եռաբլուր եւ ամեն օր պրիվետ ուղարկեին ու ասեին արի տես քո իշխանության ժամանակ այս քանի անգամ է քառապատկվել ու հնգապատկվել Եռաբլուրը, բայց մի քիչ ավելի նուրբ ու զգայ, չգիտեմ ոնց են աշխատում մեր ընդդիմադիրները, արձագանքում են միայն ընդհանրապես եւ այսպես շարունակ, շատ լավ։ Ես թեմաներն ասեցի եւ անշուշտ շատ կարեւոր է Ռուսաստանում կայացած այդ հանդիպումը, քիչ առաջ պարոն Դանիելյանի այդ քննարկում ենք Օվերչուկի արձագանքը, պիտի խնդրեմ նաև պարոն Դանիելյան մեջ բերել, այս երիտասարդներից սկսենք այդ հանդիպումից հետո արդեն մի շարք թեմաներով հերթով անցնենք, առաջինը ինչը որ էլի զազրելի մի նորից էլի հերթական սրբապղծության դրսևորումը արեց քիչ առաջ ես նաև իմ առաջին հարցազրույցի մեջ հենց նույն միտքն է արտահայտում ինչը որ դուք ինչը որ դուք ասեցիք, ուրեմն քիչ առաջ եմ ես ասել, որ երբեք հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդը եկեղեցում այդպիսի պահվածք, ինչը որ ցուցադրեց ազգակործան պատոհասը, որևէ մի հայ առաքելական եկեղեցու հետևորդ չի կարող նման պահվածք անգամ դրսևորել։ Հավատացյալ մարդը գիտի, որ եկեղեցում ինքը զբաղեցնում է որոշակի տեղ, որտեղ որ ազատ է, գնում է այդտեղ իր աղոթքը անում է, հաղորդակցում է Աստծո հետ եւ մոտենում է, եթե հաղորդություն ստանալու խնդիր ալում, մտնում է հարց անունենում կամ պահանջ անունենում, գնում է իր հաղորդությունը ստանում է։ Ինչ արեց ինքը։ Քիչ չէ ուշացած փորձեց մասնակցել, կոնկրետ սադրանք իրականացրեց, ինքը գնաց իմանալով հանդերձ, որ հավատացյալ ժողովուրդը դա շրջիկ թափառախումբը չի, էլի, դա հավատավոր մեր հայրենակիցներն են, դա շրջիկ թափառախումբը չի այդ տղա, որ գնաց ընդեղ էլ քեզ ծափահարեն, իրական հավատավոր, հավատացյալ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդը, քեզ ոնց պետք է ընկալեին, եկել ես քո ախրանայով, քո հաստավզերով ճանապարհ ես բացում, հրմշտում ես, քաշքշում ես, որ գնաս առաջի պլանում երևաս, որ ինչ անես։ Ինչ երեսով ես գնացել հավատավոր մեր ժողովրդի մոտ։ Ինչ ասես։ Ասես, որ դրանից ամիսներ առաջ քո թափառախումբը Մայրաթորի դռներն են ջարդում, ասես, որ կաթողիկոսին ամենաանպարկեշտ հայհոյանքներն են հնչեցվում քո կողմնակիցների կողմից, ասես, որ գնացել էր եկեղեցին պառակտելու, ասես, որ դու համահունչ ես Ալաշուքուր Փաշազադեի հետ հայ առաքելական Սուրբ եկեղեցին կազմաքանդելու, բնականաբար հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդները հլա մի բան էլ անհամաչափ պատասխան են տվել, ասելով, որ իրենց վրդովմունքը արտահայտելով, որ լսի, մարդկանց, որ ջարդում եք, տենց ներխուժում եք, բա ինչ պիտի ասի հավատավոր ժողովուրդը, ճակատդ պիտի պաչի, թե պիտի ասես ինչ լավ ես արել, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին ուզում ես քանդես, թե եկեղեցու դեմ արշավ ես սկսել, պիտի քու ճակատը համբյուրի, բնականաբար կար վրդովմունք, որ ինչի համար եք մեզ
Մեր աղոթքի ժամանակ, այսինքն անգամ այն որ ասում են օծը, որ օծա, որ մարդը ջուր է խմում, օծը սպասում է որ ջուրը խմի, չէ՞։ Այսինքն մարդիկ աղոթքների մեջ են, մարդիկ հաղորդակցվում են Հիսուս Քրիստոսի հետ, մարդիկ իրենց աղոթքն են կարդում, անգամ այդ տեղը ինքը պետք է գա ու անպայման հարամանի։ Հիմի այս իրադարձությունների ֆոնին գալիս է իր լկտի պահվածքով հանդես է գալիս, քիչ չէ, մի հատ էլ այ որ ասում է սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ ձեր առաջ, սրտի կա ցույց տալիս, ես իմ ինչ է անում, ամեն օր մի տխմար մի բան է, չէ՞ ցույց տալիս սրտիկ ու ես իմ ինչ է ցույց տալիս։ Դու ես մատաղ սերունդի գլուխն ես կերել ու շարունակում ես ուտել։ Դու հազարավոր մարդիկ ես տարել, երիտասարդներ ես տարել, ազգի սերուցք ես տարել երաբլուր։ Դու արցախցիներին կործանել ես քիչ չի, քիչ հետո կանրադառնանք, որ այդ թեմային ոստորագրել ես, որ արդեն Արցախը Հայաստան չէ, արդեն Արցախը Ադրբեջանը եւ վերջ, քու ստորագրությամբ։ Հիմի քո աչքերը արյունով լցված, դու վամպիրի նման ուզում ես էլի նոր զոհ փնտրես, էլի նոր մարդ տանես քրեակատարողական հիմնարկ, էլի մարդկանց ընտանիքներ մտնես, էլի մարդկային կյանքեր խեղես, 12 տարեկան, 12-րդ դասարանի աշակերտը ինչ արել քեզ, ինչ ես ուզում այդ մարդկանցից, ինչ ես ուզում մեր հայրենակիցներից, ինչ ես ուզում անհայտ կորածների ծնողներից, ինչ ես ուզում հայ ռաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներից, Վաշե քու խնդիրը ընդհանրապես ինչն է, ինչ ես ուզում մեր հայրենակիցներից։ Թե քեզ քիչ են այդ մարդիկ, սրբազանները քիչ են, որ տարար քրեակատարողական հիմնարկ, ազգային բարերարը քիչ էր, որ տարար քրեակատարողական հիմնարկ, լրագրողները քիչ էին, որդեկորույս ծնողները քիչ էին, ազատամարտիկները քիչ էին, արցախցիները քիչ էին, քեզ քիչ են, դու ավելին ես ուզում։ Դու հեսա կհասնես նրան, որ մանկապարտեզի երեխաներին էլ քրեական գործ կհարուցես։ Սա խոսում է, ես չգիտեմ, էլի, ես բառեր չեմ գտնում ասեմ։ Այդ որ ասում են, բա գիտեք ինչ կա, բա երկրի ղեկավարը իր պարտականությունները կատարելուց, չգիտեմ, լալահարաջ, ես իմ ինչ իր են խոսափողները, որ խոսում են։ Ինչա, բան է, եկեղեցում բաներ անում, վարչապետի պարտականություններն էլ կատարում։ Կամ եթե մարդուն ակնհայտ երևում է տեսանյութով ոնց է խփում այն ազնվորությունը, որ դրանից առաջ հովանավանքում աչքի անկել բռնություն գործադրելով էլի հայ ռաքելական Սուրբ եկեղեցու հետևորդին, որ ասում էր, որ Միզեղջեկ Վեհապարի անունը բռնություն չգործադրեցին, այդ մարդու նկատմամբ բռնություն չգործադրեցին, եկեղեցու դռները ջարդողների վրա միջև մի քրեական գործ չկա, որ բացացել է խոյակների վրա իր հետևորդները, այդ են Նիկոլի էլեկտորատը էդ է։ Նիկոլի էլեկտորատը, այն էլեկտորատն է, որը հայհոյախոս եւ ամենացածր, չգիտեմ, նվաստ բառապաշարով հանդես էր գալի, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Ոչ մի քրեական գործ, ոչ մի բառ, ոչ մի տար, ոչ մի արձագանք իրենց կողմից, բայց այն մարդիկ, որոնք որ ընդդիմախոս են, կամ այն մարդիկ, որոնք որ համաձայն չեն իր վարած քաղաքականության հետ, չէ, զոհվածի, հերոսի աղջիկը թռածա, փախածա, երկիրը ազատագրողի աղջիկը փախածա։ Այսինքն սա մի հատ գլոբալ իր ծրագրի մեջ մտնում է, ժողովրդին վախի մեջ փորձելու պահել, վախեցնել, որ հանկարծ իրեն փողոցում որ տեսնում են, այն արձագանքը, որ ինքը ստանում է մեր հայրենակիցների կողմից, ժողովուրդ ջան, ես հարյուրավոր դեպքեր գիտեմ մեր հայրենակիցների, որ իրեն վերաբերմունք են ցույց տալիս, համապատասխան վերաբերմունք են ցույց տալիս, մերժում են իրեն, բայց դրանք տեսանյութերով բանով չեն երևում, հիմա այն նվազագույնն էլ, որ չեն կարող թաքցնել այն երևույթները, որ տեղի ունեն, ինքը փորձում է սրանով վախի մթնոլորտ ստեղծել։ Մի վախեցեք, սիրելի հայրենակիցներ ջան, ինչից եք վախենում։ Ինչից եք վախենում։ Մի վախեցեք մի մարդուց, որը մեծագույն վախկոտն է։ Մի վախեցեք նրանից, որ Արցախ է ուրացել, մի վախեցեք նրանից, որ բունկերներում փախած թռած այդ թռածները հիմա փորձում են հայ ժողովրդի մոտ, հերոսական ուղի անցած մի հերոսական ժողովրդի, որ ամբողջ աշխարհը հպարտանում է մեր հայրենակիցներով տարբեր տեղերում։ Էս ինչ օրնանք, որ մի հատ ոչնչությունից դուք վախենում եք։ Ինչից եք վախենում։ Ինչից եք վախեցեք հայրենիք կորցնելուց։
Վախեցեք երկիր կորցնելուց։ Վախեցեք, որ վաղը մյուս օրը սա իր կիրթ ու կառուցողական Ալիևի հետ պայմանավորվելու ադրբեջանցիներին բերի ստեղ բնակեցնի։ Վախեցեք, որ ամեն բնակավայրերում ադրբեջանցիները բերելու ստեղ։ Վախեցեք սահմանադրությունը, որ հիմա չեղարկում է։ Դրանից կարելի է վախենալ եւ համապատասխան հետեւություններ անել։ Այդ դրանից կարելի է։ Բայց ումից ինչից։ Հիմա խաղաղության բանի շրջանակներում, չէ՞, իմիջիալոց նաեւ վերջացնեմ այս թեմայով խոսքս, ինքն էլ այն երիտասարդի, որ առողջական խնդիրներ ունի, դուրջ առողջական խնդիրներ ունի։ Այսինքն ինչ սпасել մի մարդուց, որը հերոսի ծնողներին երաբլուրում ծեծում է։ Բնականաբար ինքը այդ ձևով է շարունակելու է։ Որ սրանք որ ասում են խաղաղություն։ Ես կուզեմ մի թեմայի մասին էլ կարճ խոսենք։ Մի քանի օր առաջ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ի ՄԱԿ-ին դիմում ա գրել, Միացյալ Ազգերի կազմակերպության դիմում ա գրել ուշադիր սիրելի հայրենակիցներ։ Հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանություն իրականացնելու պահանջով, այսինքն այն պահանջով, որ ճանաչեն ադրբեջանցիների ցեղասպանությունը։ Հայերը իբր ցեղասպանել են ադրբեջանցիներին։ Հասկանում եք։ Միջազգային հայցերից հրաժարվել է։ Այս իշխանություն կոչվածը։ Այն որ մեր հայրենակիցներին գլխատում էին, այն որ Արցախում էթնիկ զտում ցեղասպանություն էր, այն որ կանանց խոշտանգում էին, այն որ Բաքվի բանտերում մեր հայրենակիցներին, դրանք ոչ մի բան իրար հետաքրքիր չեն։ Հիմա իբր թե ասում է խաղաղությունը տենց եք պատկերացնում սիրելի հայրենակիցներ, խաղաղությունը պատկերացնում եք ադրբեջանցիներից թե բնակեցնելով, խաղաղությունը պատկերացնում եք ինքնիշխանությունից է խոսում, տխմարագույն թեզը մեջ ա բերել, ձեզ մոլորեցնում է, խաղաղությունը պատկերացնում եք հռչակագիրը հանելով, գերբը զինանշանը հանելով, ուրանալով, տենց եք պատկերացնում, ադրբեջանցիների ցեղասպանությունը ճանաչելով եք պատկերացնում խաղաղությունը, մեր ցեղասպանությունը ուրանան, ցեղասպանության ինստիտուտն էլ արդեն քանդեն, տնօրենին հանեն, բայց հիմի ադրբեջանցիները արդեն հերթական, այսպես կոչված խաղաղության շրջանակներում պահանջ են ներկայացնում սիրելի հայրենակիցներ, պահանջ, թե ոչ մեկը ինչ չասի, որ սա Ալիևը տեղյակ չի կամ չգիտի, իր հստակ հրահանգներն է կատարում։ Ադրբեջանում չի կարող ազատ խոսք եւ ազատ կամարտահայտություն լինի։ Ասածս այն է, որ այս ամեն ինչով փորձում են մոլորեցնել մեր հայրենակիցներին։ Եվ այս թեման ամփոփելու համար ես ուզում եմ մեկ անգամ եւս կոչ անել, ոչ մի բանից մի վախեցեք։ Սա հայրենիքի լինելիության հարցն է, սա մեր լինելիության հարցն է, եթե արցախցիները տեղ ունեին գնալու, որովհետև իրենց հայրենիքն է, մենք մեր հայրենիքը կորցնելու վտանգի առաջ ենք, այս մարդն էլ բացեբաց ասում է, քանդում ասում է, երրորդ հանրապետություն չկա։ Ես երրորդ հանրապետությունը քանդում եմ, չկա երրորդ հանրապետություն։ Եվ ինչ ասում, շատ հետաքրքիր է, ասում է ժողովուրդ ջան, այդ ես չեմ քանդում, այդ դու ես քու քվեով քանդում։ Դու ես քու քվեով, ասում է, ինձ քվե են տվել, որ սա անեմ, ինձ քվե են տվել եկեղեցին քանդեմ, ինձ քվե են տվել ադրբեջանցիներին բերեմ ստեղ բնակեցնեմ, ինձ քվե են տվել տարածքները հանձնեմ, ինձ քվե են տվել նոր զիջումներ անեմ, պետությունը կազմաքանդեմ, դուք եք ասում, ես եմ ասում, ինձ ասում այդ մանդատը տվել են, հիմի գնում ես երրորդ անգամ այդ մանդատը տաս իրան, որ ինչ անի, որ դու հանցակիցը դառնաս այդ ամեն ինչին։ Հետո ասի ես ինչ անեմ, ինձ ժողովուրդն է դա որոշել, ժողովուրդն է դա ուզել, չէ՞։ Պատասխանատվությունը ամբողջությամբ դնում է մեր հայրենակիցների պատասխանատվության տիրույթում։ Հիմա նաև ձեր թույլատրությամբ ուզում եմ նաև խոսենք նաև վերջին իր այցելությանը։ Ամիսներ շարունակ խնդրվելով, աղաչելով, ասում է դե ես պետք է խնդրեմ, բա գերտերություն ասում է, բա ասում է, հա՞։ Բա ինքնիշխանուր մնաց։ Չէ, բա ասում է, հիմա էլ ասում է, բանա, այդ որ ասում էին հիբրիդային պատերազմ, չգիտեմ, այն ռուսները մեր թշնամին են, սենց են, հիմա էլ ասում է, դե բա ոնց ասում է, բա Ռուսաստանը գերտերություն ասում է, Ռուսաստանը հզոր պետություն ասում է, բա ես պետք է խնդրեմ, բա ով պետք է խնդրի։ Ժողովուրդ ջան,
Պարզ մի բան կա։ Այս մարդը չունի ժողովրդի վստահությունը։ Այս մարդը լարախաղացությամբ զբաղվել է։ Իրանը, որ ռմբակոծում էր, պերաշկի ու կուկուրուզ էր կրծում, հստակ մեսիջներ տալով Իրանի մեր բարեկամ եւ հարևան ժողովրդին, որ ինչ անում եք, ինձ հետաքրքիր չի։ Այն որ այդքան երեխա զոհվեց, որ ռմբակոծվեց դպրոցը բան, այդ ընթացքում իրանք բուֆերը միացած ցկցկում էին, ուրախանում էին, զվարճ մի խինդ, մի ծիծաղ, մի ուրախություն, մի ցնծություն, հարևանի տունը կրակ անգել։ Ասма ես սրանով մեսիջ եմ ասма, ցույց եմ տալիս, որ ասма գնան ասма արաբական շեյխերն էլ ասma Պեյրիվան են։ Հրասար ցնդաբանության ունայ։ Հիմի խնդրել է ամիսներ շարունակ որ գնա հանդիպի, դեվ ինչա իրականում տեղի ունեցել։ Իրականում հստակ Ռուսաստանը մի քանի ուրեմն խնդիրներ է առանձնացրել եւ հստակ ասում է այդ խնդիրները որն է։ Առաջինը դու ես Պրագայում ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, դու ես գնացել առանց միջնորդների բանակցության, ամբողջ աշխարհը միջնորդավորված բանակցություններ է բանանում, մի քանի ամիս առաջ Մորուկով Նիկոլ Փաշինյանն ասում է առանց միջնորդների բա կարա խաղաղություն լինի, թրաշվում է մեկ էլ ասում է միջնորդ մեզ պետք չի։ Մենք Ալիևի հետ կպայմանավորվենք, ինչ պետքա կտանք։ Հիմա գնացել ես առանց միջնորդների բանակցության, զիջել ես, էսել զիջենք, էնել զիջենք, 16-րդ կետներ զիջենք, 17-ներ, 18-ներ, 20-րդներ, հլա մի բաներ կզիջենք այս ժողովրդի, այս միամիտ ժողովրդին կխափենք, ասենք դե էսել այս զիջում չի։ Հիմա սրա մոտ ո՞նց է։ Պարտությունը հաղթանակ է։ Դժբախտությունը երջանկություն է։ Այսինքն, ասենք գժվել կարելի է, էլի ո՞նց կարա մարդը ակնհայտ պարտությունը Արցախի կորուստը ներկայացնի որպես մեծագույն ձեռքբերում։ Այսինքն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային զիջումները, ասի դե տարածքային զիջումներ չէր ասում դա, սահմանազատում սահմանագծում էր։ Այսինքն մարդը ակնհայտ գնում է պարզ է իր ծրագիրը որն է։ Հիմի ռուսական կողմը հետևյալն է ասում։ Հայկական կողմը ստանում է գազը $170, եվրոպական երկրներին 600, այդ գինը կարա եւ ավելանա։ Հաշվի առնելով էներգետիկ ճգնաժամը, Հորմուզի նեղուցի հետ կապված խնդիրները արդեն Իրանը հստակ Հորմուզի նեղուցի հետ կապված հստակ տարիֆները սահմանել է, բարեկամ երկրները անցումը ախոչնդոտ ապահովում է, նեյտրալ երկրները գումար են մուծում տարբեր հաշվարկներով մինչև Իրանը կարող է միլիարդավոր շահույթներ ստանա հենց այդ Հորմուզի նեղուցի անցման տարիֆներ սահմանում։ Ճշնամական երկրներին էլ որ իր կարծիքով Իրանի նկատմամբ ճշնամական է տրամադրված, այդ երկրներին էլ չի թողում որ գնա։ Հիմա ամբողջ աշխարհում գազը թանկանում է, բենզինը թանկանում է, նավթը թանկանում է, Հայաստանի ապրանքաշրջանառության 70% առյուծի բաժինը ԵԱՏՄ երկրների հետ, մասնավորաբար Ռուսաստանի հետ, գազ ընդեղից ստանում, ցորեն ընդեղից ստանում, ամեն ինչը, այդ որ ասում են տնտեսական դիվերսիֆիկացիա, 18 թվից ասում է տնտեսական դիվերսիֆիկացիա, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը այսքան կապված չի եղել ԵԱՏՄ շուկայից Ռուսաստանից։ Էսա սրա այդտեղ էլ է խափել, որտեղ է տնտեսական դիվերսիֆիկացիան այդ տղա, որտեղ է արել այդ, ուզում եմ իմանամ այդ տնտեսական դիվերսիֆիկացիան, ժողովուրդ ջան, որտեղ է գյուղացին կարողա իր գյուղմթերքը Ստրասբուրգում վաճառի։ Դուք կարող եք ձեր գյուղմթերքը, ձեր ծիրանը, խաղողը, չգիտեմ, ջերմուկը, կոնյակը, չգիտեմ, գինին եւ այլը եւ սենց շարունակ կարող եք դուք եվրոպական շուկա, դե ծախողելնեիք այդ հնարավորությունները մեծ սուտասանը ստեղծել, տանեք եվրոպական շուկաներով ծախեք, էլի։ Գլխավոր գերագույն ստախոսին հարց չունեք տալու, այդ դիվերսիֆիկացիան արել ես թե չէ, ամբողջությամբ կախվածություն կա ԵԱՏՄ շուկայում, մարդիկ էլ հստակ ասում են, կողմնորոշվեք, որտեղ եք, դուք ստեղ ունեք էս, դուք ստեղ ունեք այն եւ այլն մեկ մյուս։ Մի հատ էլ հիշեցնում է, որ դու եթե Եվրոպան գնում ես, ես այնտեղ 5-6 անգամ գազնորսանքը թանկա, դու դրան պատրաստ ես, քո ժողովուրդը պատրաստ է դրան։ Հիշեցնում է, թե ինչ գնով է տալիս Ռուսաստանի Դաշնությունը մեր։ Ինչու, որովհետեւ համարում է բարեկամ երկիր։ Իդեպ ես ուզում եմ հիշեցնել, որ նախագահ Քոչարյանի ժամանակ կառուցվեց Իրան-Հայաստան գազատարը սիրելի հայրենակիցներ։ Ինչա ամերիկացիները կուզում էին, ռուսները հիացած էին, եմեք
Չէ, բայց ղեկավարը նենց է, որ կարա իր ազգային շահերը առաջ տանի, իրական դիվերսիֆիկացիան այդ ժամանակ ա եղել։ Իրական դիվերսիֆիկացիան այդ ժամանակ ա եղել։ Երբ որ նախագահ Քոչարյանը կարողացել է Ամերիկայից էլ ներդրումներ բերի, Քրքորյան, Հանցմաններ, մնացած բոլոր բարերարները։ Իհարկե, Եվրոպայից էլ ա բերել, բանից հարավային Ամերիկայից էլ ա բերել, հյուսային Ամերիկայից էլ ա բերել, ամեն տեղից էլ բերել է։ Դիվերսիֆիկացիան էդ է։ Մի ցենտ, մի դոլար նվիրատվություն սրա իշխանության օրոք տեսել եք, բայց եթե վատ ղեկավար էր, ինչի են այդ ներդրումներն անում։ Ինչի է հիմա հիացած Լիսի հիմնադրամի տնօրենը Հարութ Սասունյանը։ Այո, այսինքն իրական դիվերսիֆիկացիան, իրական Հայաստան, Սփյուռք, Արցախ երամիացությունը եղել է այդ ժամանակ։ Հիմա նախագահ Քոչարյանն էլ նաև թեմայից մի քիչ շեղվում եմ, Սփյուռքի մեր հայրենակիցների հետ, սփյուռքահայերի հետ հանդիպման ժամանակ կարևորեց Հայաստան-Սփյուռք կապը, որովհետև Հայաստանի ներուժի զգալի մասն էլ հայ ժողովրդի գիտական պոտենցիալի, տնտեսական պոտենցիալի, մարդկային ներուժի մեծ մասը դա Սփյուռքում է։ Հիմա տեսեք, Սփյուռքի ավանդական կառույցները, կուսակցությունները, որ կան, սրանց երեսը տեսնել չեն ուզում։ Ռուսաստանի մեր հայրենակիցները, որոնք բիզնեսմեն են, գործարար են, միլիարդատերներ են, մի միլիարդատեր Բաքվի բանտումա, մի միլիարդատեր ազգային բարերար են, այստեղ է բանտարկված։ Այսինքն կապերը բոլորի հետ խզել է, իր համար մենակ մի կապ է պետք։ Էրդողան-Ալիև կապը, անխափան կապն է պետքը։ Հայաստանի երկաթուղին ինչ անի, երկաթուղի հետ կապված հարցն է շատ կարևոր, ինչ ծրագիր կա Հայաստանի երկաթուղիների հետ կապված։ Այս ամեն ինչ ավելի քան ակնհայտ է սիրելի հայրենակիցներ։ Հայաստանի երկաթուղին երկրորդ երկրին տրամադրելու եւ երկրորդ երկրի միջոցով դա դնելու Թուրքիայի եւ Ադրբեջանի վերահսկողության եւ տրամաբանության ներքո։ Կարող է ղազախական ինչ-որ կազմակերպություն լինի, կարող է, ես չգիտեմ, Կոստարիկայից լինի այդ կազմակերպություն, չնայած ղազախական կազմակերպության մասին է խոսում, բայց դրանք պան-թուրանական ծրագրի մաս են կազմում, սիրելի հայրենակիցներ։ Այդ ամեն ինչ ավելի քան ակնհայտ է։ Սա պարզից էլ պարզ է։ Եվ այս ամբողջ այս շղթայի մեջ ամեն ինչը նաև երկար լռությունից հետո Ռուսաստանի Դաշնությունը ի վերջո ասեց, որ Սիրելի իմ հայ ժողովուրդ, ես ձեզ հետ խնդիր չունեմ, դուք իմ բարեկամներն եք, դուք իմ սիրելիներն եք, մենք սիրում ենք 2 միլիոնից ավել մեր հայրենակիցներ կան, իդեպ տարբեր տվյալներով հասնում է մինչև 3 միլիոնի, որոնք փող են ուղարկում այստեղ, որոնք միլիարդավոր դոլարների ներդրում են անում, որոնք իրաց բարեկամներին փող են ուղարկում, եւ այս ազգակործանը փորձում է այդ ջրբաժանը մտցնել։ Հիմա այնտեղ Ամերիկայում արել է, Եվրոպայում արել է, հիմա հետ հասել է Ռուսաստանի մեր հայրենակիցներին, այսինքն այդ կապն էլ խզի, էլի, այսինքն այդ տրամադրվող գումարներն էլ արդեն իսկ այդտեղ էլ չեզոքացնի, այդ տրանսֆերներն էլ չլինի, ներդրումներն էլ չլինի, կապերներ չլինի, հույսը ով է? Էրդողանը։ Էրդողանն է հույսը, ապրեք։ Էրդողանն է հույսը եւ կիրթ ու կառուցողական Ալիևն է հույսը։ Եվ այս կոնտեքստում նաեւ ամփոփելով խոսքս, նաեւ Ավերչուկի հայտարարությունը վերջին հայտարարությունը պարզից էլ պարզ է, որ եթե դուք նախապատվությունը տալիս եք այդ ուրեմն բլոկի հետ ձեր մերձեցման, ապա դուք դիտվում եք որպես Հայաստանի թշնամաբար տրամադրված կոալիցիայի մաս։ Դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Ժորժ ջան, վերանանք նրանից։ Մենք այս երկրին սիրում ենք, այն երկրին չենք սիրում, լավ նայես այս մեկը, վատ նայես մեկը եւ այլը։ Մենք պետք է առաջնորդվենք մեր ազգային պետական շահերից եւ մեր ազգային ու պետական շահը պահանջում է հավասարակշռված, խելացի, ռազմավարական գործընկերների հետ փող վստահելի հարաբերություններ։ Չկան այդ հարաբերությունները, չկա խաղաղություն։ Խաղաղությունը եթե մենակ ասելով ու սրտիկով է, ուրեմն դուք այդ պրիմիտիվ, այդ ես չգիտեմ, էլի պլինտուսից ներքև այդ քարոզչության զոհը մի դարձեք։ Սրտիկ անելով խաղաղություն չի լինում։ Ավտոյի վրա ինչքան էլ սրտիկ նկարես, ինչքան էլ բղավես խաղաղությունից, այդ խաղաղությունը չի գալիս, օդից չի գնում այդ խաղաղությունը։ Մոռացել ենք այս ժամանակը։ Այս մարդը քիչ չի։ Սիրում եմ, 18-ին ասում եմ։ Շտամիներա բերել մեր գլխին, բացի այն որ շտամիներա բերել մեր գլխին։ Հիմա նոր աշխարհակաղակական դասավորվածություններում գետերություններին ուղակի շնամաբար է տրամադրում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։
Բոլոր բացասական հետևանքներով։ Սա վախեցնել չի սիրելի հայրենակիցներ։ Սա իրականության ճիշտ գնահատումն ու նաև ճիշտ գնահատումն ու ճիշտ հետևություններ անելն է։ Եթե մենք այս ամեն ինչի ճիշտ հետևություններ չանենք, ուրեմն մենք դառնալու ենք հերթական դերձորի ճամփորդ։ Հերթական դերձորի ճամփորդ ենք դառնալու մի խեղկատակի թեթև ձեռամբ։ Սիրելի հայրենակիցներ, դա համար անչափ կարևոր է, որ մենք գիտակցենք բոլոր այն հետևանքները, որը որ կարա առաջանա սրանց ապիկար քաղաքականության արդյունքում, արդեն ճշտամական քաղաքականության արդյունքում։ Սա կրկնում եմ, վախեցնել չի, սա մեր ժողովրդին ընդամենը իրականությունը ներկայացնելն է։ Որոշողները, դատողները իհարկե մեր հայրենակիցներն են, բայց վաղը միսօրը ես չեմ ուզում, որ երրորդ անգամ սխալվեն մեր հայրենակիցները։ Վայ ասեն, բա գիտեք ինչ կա, չեք ասեն, չեք զգուշացել եւ այլն։ Չէ, սա է։ Եվ ուղղակի ուզում եմ ես ցուցադրել, թե այսօր ինչ պահվածք է դրսևորել լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ։ Անի Գևորգյանին կոնկրետ, մոտավորապես ինչ է ասել, լավ են անում, հա, ես լինեի պիտի ինչ անեի։ Գորգորացել ես, ես ասում եմ, որ դուք պարկել եք, որ ՊՊՑ Անին հարցեր ասել է, ձեզ է բիբանի ողբերգությունն է, ձեր արունը մերինից կարմիր է, որ այդպես եք կարվում, ասել է դուք պարկել եք ՊՊՑ-ի աշխատողները ձեր վրա։ Ինչ ասեմ, չգիտեմ, այս մարդուն արժի լսել նայել, թե մեկնաբանեք, թե ինչ է անում, ինչ է ասում, սա հասցրել եք, պարոն Դանիելյան, դիտել, թե… Ես չեմ դիտել, ճիշտ ասած, տեղյակ չեմ, բայց եւս մեկ անգամ ես ուզում եմ դիմել մեր հայրենակիցներ, սիրելի հայրենակիցներ ջան, թոթափեք վախի այդ մթնոլորտը, իրենցից վախենալու բան չկա։ Ես նաև ուզում եմ օգտվելով առիթից, չգիտեմ, եթե տեսանյութը ցույց եք տալիս, տեսանյութից հետո նաև խոսենք շատ կարևոր մի թեմայի մասին։ Ես խոսում եմ ձեր մասին, հարցը տվեցիք լրեք մի հատ, հա։ Խոսել է նաև։ Լրեք ասցի, լրեք թե չէ հենց հիմա դուրս կտարվեք։ Սա բանա, խուժանապետություն է, էլի։ Եթե սա լրագրողի հետ ասեցեք ինչ է անում։ Լրեք հենց հիմա։ Ասի լրեք։ Դե սիրում է ժողովրդին, էլի սիրում է։ Սիրում է։ Ես ուրեմն Ինքը տենց է սիրում, այսպես։ Պահում եք, որպեսզի ՊՊՑ-ի տղաներ ձեր վրայով քայլեն։ Խելագ դու պատկերացնում եք։ Լավ, հիմա մեր հետևորդները կվատանան, որտեվ ես հենց ցուցադրում եմ, սկսում են ինձ ինչ-որ բաներ գրել, մեր հետևորդները, որտեվ էսա, վերբալ բռնության է ենթարկում։ Սիրում եմ այն կնոջը որ հարցակվել են, հիմա այսօր Անիի վրա էլի գնում, սիրում եմ կռեմ, լրեմ, սիրում եմ։ Սա իրական դեմքն է ցույց։ Սիրում եմ։ Իրական դեմքն է, իրական դեմքն է, իրական պատկերն է, այս մարդը կադրերից դուրս, այս սպորտկումը որ կա, ինքը իրականն է։ Բայց շատ ժամանակ տեսախցիկների առաջ ինչ որ իրան զսպում է, որոշակի զսպվածություն անենում, բայց տեսախցիկներից դուրս նույն մարդն է, նույն մտածելակերպով, նույն տեսախցիկներից դուրս չէ, Դե սա սպորտկում է, էլի սա, զսպում է, իրականության մեջ առանց տեսախցիկների։ Պատկերացրեք, այդ ինչ սերա։ Չէ, դե դուք պատկերացրեք դրանից այն կողմից սերա։ Այո։ Եթե ես տեսախցիկի առաջ բոլորիդ կտանեմ, ԱԱՑ կլստեմ, բոլորիդ կպատրժեմ, սիրում եմ ձեզ, այո։ Սիրում եմ կտանեմ սաղի տաղացը։ Կդատեմ։ Վրաերթի կենթարկեմ, ես կանեմ, են կանեմ։ Կարտագաղթեք, ինչ կանեք, այն բանը։ Ազատանի 10 զինվորներ, հղիներ, նայում եք, 18 տարեկաններ, լրագրողներ։ Այս մարդը գնում։ Ոնց ասում դու լավ ես ասում սիրում եմ, ոնց ասում սիրում եմ։ Հա, սիրում եմ ասում, այդ իրա հայացքի մեջ դա ամբողջությամբ սեր ու գուրգուրանք է, չէ։ Ինքը տենց սիրում է, արցախցիներին տենց է սիրում, տավուշեցիներին սիրում էր։ Ես հիշում եմ նաև որ տավուշեցիները ժամանակին ցույց էին անում, ասում էր արյան գետեր եմ ուզում։ Բայց սիրում եմ։ Արյան գետեր եմ ուզում, այդ արյան գետերով է սիրում։ Այո, արյան գետ ատենում սիրում է ինքը, այդտեղից ինքը բան է անում։ Սենց այդ էմոցիաներ է ստանում։ Լրագրողների ոնց է սիրում, խոսքի ազատություն կա, ոնց է սիրում։ Ես ուզում եմ սրան մի հատ ասենք սենց այս որ իրան բանի տեղադրել էլի, իրան թակավորի տեղադրել, բայց խես գնում Ալիևի մոտ կուրկուրի ձակ դառնամ։ Բա Էրդողանի մոտ դոշին։ Շատ է դիր գիրքը Էրդողան, պատկերացրու Էրդողանի գիրքն ու Նիկո։ Այսինքն, բա ասեց ուժեղ բան ես գերագույն գլխավոր հրամանատար ես երկրի։ Բալա մի հատ ցույց տուք ես։ Բա մի հատ ցույց տուք, տեսնենք ինչ ուժեղ տղա ես։ Սիրում
Այդտեղ հենց ասում։ Սիրում։ Փախեցած։ Հենց գալիս է Հայաստան ոնց է սիրում։ Ես ուզում եմ նաև Արցախցիներին ոնց է սիրում, հատ ասա։ Ես ուզում եմ Այս նաև այն արցախցի կնոջը։ Սիրում եմ։ դե Երեխային։ բան է, չէ՞ մարդը ներողություն էր խնդրել, ասել էր ներողություն եմ խնդրում։ Սերը շատ էր։ Հա, ներողություն եմ Շատ խնդրում։ էր։ Պահու հետո բան անում, մի հատ էլ տեսնում ա որ իր ասացին լսող չկա, պատերազմ ալնելու ասում ա, ես գիտես ասում ա, ես ձեր վրա Ալիևին կբերեմ ասում ա, խելոք պահեք ձեզ, Ալիևը գալիս ա, հələ դու ես Ալիևին։ Դուրս կանենք, գնացել է մարդ իր աշխատը, դուք պատկերացնում եք իր լրագրող եղած ժամանակ, ասենք սենց ինքը մի տեղի են, ասենք դուրս կրան, կամ իր պատգամավոր եղած ժամանակ, այսպեսի հիմա մի հատ համաշխարհային չգիտեմ ինչ էր արել։ Ախր գիտեք ոնց է, այդ որ ասում են, չէ, բանա, ես էլ հույսեր չունեմ, այդ ինչա բաներ կան, իրավապաշտպանի իբր կար ժամանակին իրավապաշտպաններ Չէ, կային, դուք ուղղակի անընդհատ հիշեցեք ժողովրդին ինքը ոնց է սիրում հայ ժողովրդին։ Հա, Տեսակ, պատանին երիտասարդներին ոնց էր սիրում։ Տեսակ Դավիթին, Միքայել Մինասյան, Դավիթը Մինասյան, տեսակ ոնց է սիրում։ Բայց ազգային ժողովի մոտն էլ օրեր այնքան իրադարձություններ արավ են ընթանում։ Մենք նաև օրեր առաջ տեսանք ոնց են որդեկորույս ծնողներին անհայտության մեջ այո շատ է սիրում այս սիրում է բայց բանտում է սիրում այդ մարդը բանտում է սիրում սրբազաններին էլա չէ սիրում սրբազաններին էլա բանտում սիրում ընտրված քաղաքապետերին էլա բայց բանտերը մա սիրում է Գյումրեցի լրագրողներին էլա սիրում բայց բանտերը մա սիրում հիմա Անին որ բան եղավ Անին ինքը ճաղերի հետևում է տեսնում էլի ասենք իրան ով որ իրան դեմ այդ մարդը այնքան վախկոտ է որ իրան տեսնում է ճաղերի հետևին պատգամավորին ինքը Արտուր Սարգսյանին տեսնում է ճաղերի հետևին Իգոր Սարգսյանն ուզում է ճաղերի հետևին Վազգենին Սաղաթելյան իդեպ նաև վերջերս այցելել է Վազգեն Սաղաթելյանին էլի ճաղերի հետևում է տեսնում այո Վարդան Ղուկասյանին ընտրված քաղաքապետին ճաղերի հետևում է տեսնում ազգային բարերարներին ճաղերի հետևում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը սիրում է ճաղերի հետևում բայց Բաքվի ճաղերի հետևում է սիրում Այսինքն ախրի այս ցածկում ամեն քանի անգամ է գնացել գերեզման բայց այդ Չարաշյան մեջ բժիշկ կա եղել չէ ուրա այդ բժիշկը առաջ օգնությունը չի ցույց տվել ինչի մասն է խոսքը ավելի քան ակնհայտ է կարևորը սիրում է ավելի քան ակնհայտ է կարևորը սիրում է այստեղ մենք էլի թեմաներ ունենք խնդրում եմ նաև հիշեցեք եթե մենք ժամանակ ունենք խոսանք եթե չէ այո կարճ կարող ենք խոսել Այդ չգիտեմ, ես էլ ձեզ թվում է մենակ դուք եք վատանում որ ձայնը լսում եք։ Դե արդեն այնպիսի իրավիճակ է որ արդեն մեր նյարդերն էլ տեղի են տալի, էլ հնարավոր չի սրանց այս արարմունքները հնարավոր չի հանգիստ ընկալել կամ հանգիստ մեկնաբանել։ Եվ նաև ձեր թիմն էլ չի ասում որ անպայման պիտի համաներում լինի։ Այո։ Համաներման հարցի մասին խնդրում եմ խոսեք Համաներման հետ կապված ես ամիսներ առաջ հայտարարություն եմ արել եւ մեր դաշինքի ֆորմատով նաև քննարկումներ եղել եւ մենք եկել ենք այն կարծիքին որ անպայման պիտի համաներում հայտարարվի դրա մասին ասել ենք ես էլ քրեակատարողական հիմնարկներ այցելելով տեսնում եմ բազմաթիվ խնդիրներ լեփլեցուն քրեակատարողական հիմնարկներ մարդը անգամ վարորդական իրավունքի վարորդական տոմսի հետ կապված խնդիր ունենալով այդ մարդկանց էլ են տարել քրեակատարողական հիմնարկ այսինքն ամենապրիմիտիվ ամենաէլեմենտար սկսած քաղբանտարկյալներից մինչև ամենամանրուկները մարդկանց տանում են քրեակատարողական հիմնարկներ եւ անպայման երկրորդ նախագահն էլ հայտարարեց մեկ անգամ եւս օգտվելով առիթից ասում եմ որ պիտի անպայման համաներում հայտարարվի պիտի անպայման այդ գործերը որ կան պիտի հատիկ գործ առ գործ պիտի նայվի թե այդ մարդկանց գիտեք ինչ կա սրանց արդեն չափուսահման չկա բոլորի գլխին սարքում են եթե 18-ամյա երիտասարդի դպրոցականի գլխին սարքում են դուք պատկերացրեք այն մյուս ասպեկտներով ինչ է տեղի ունենում ինչ է կատարվում ոնց է տեղի ունենում նաև ուզում եմ շատ կարճ նաև խոսել ճիշտ է մենք մեկ ամիս առաջ հենց այս տաղավարից խոսում ենք նրա մասին որ եթե թոշակները սա փորձում է խափի չնայած բյուջեի քննարկման ժամանակ ասում է 10000 դրամ բարձրացնեն որ ինչ անեն հետո տեսավ արձագանքը հետո փորձեց այդ 10000 դրամով կաշառել այսպես ընտրակաշառքի տեսքով ես ուզում եմ շատ կարճ խոսել նրանում որ ասում ենք որ քթներից բերելու է չէ այդ մարդկանց մեր կանխատեսումները իդեպ իրականացավ մտեք խանութները եւ տեսեք թանկացումները
մտեք ուրեմն կրպակները եւ տեսեք թանկացումները ինչքան թանկացումներ ա եղել։ Այսինքն այդ 10000 դրամ այդ կոպեկները որ տալիս ա մեր հայրենակիցներին, տասնապատիկ անգամ քթերից բերելու ա։ Այդ 10000 դրամով անգամ այն նվազագույնը 36000-ին որ 10000 դրամ ավելացնում ա դառնում 46000 դրամ, իդեպ նաեւ այս վերջերս էլի հրաշք ղեկավարությունը իր վրա միլիարդավոր դոլարներ դուրս գրեց, դրամներ դուրս գրեց, էլի պարքավաճա դե լավ են, չէ՞ աշխատել, լավ են աշխատել, հագին տարածք տվել են, բան են արել, ասֆալտից կերել են, ընդեղես են արել, բանա, իրանք ասում են, դե որ մենք փայլուն ենք աշխատել, արտաքին հարաբերությունները ընտիրա, շրջակա միջավայրը ընտիրա, կրթությունը ընտիրա, սաղ ընտիրա, դե որ սաղ ընտիրա բերեք հլա, շուշուտ մեզ միլիարդավոր դրամներ դուրս գրենք, հիմա հերթական միլիարդներ իրանց վրա դուրս գրեցին եւ ինչ արեցին, մի հատ թանկացումների մի հատ մեծ ալիք է բարձրացել ու էլի այս ալիքը շարունակվելու է թանկացումների։ Հետո չասեք սիրելի հայրենակիցներ, որ չենք ասել։ Մեկ ամիս առաջ այս տաղավարում ասել ենք 10000 դրամը մեր հայրենակիցների քթերից բերելու է եւ այս մարդը գնում է այդ ճանապարհով։ Այդ ճանապարհում ա գնում պետական պարտքն ավելացնելով 14 միլիարդ 500 միլիոն դոլարի հասնելով 14 միլիարդ 500 միլիոն դոլար սիրելի հայրենակիցներ 6 միլիարդով ընդունել է 14 միլիարդ 500 միլիոն, հեսա մի քանի ամսից էլ 15 միլիարդին արդեն կհասնի։ Պետական պարտքը։ Չասեք մենք չենք տալու, մեր սերունդներն են տալու, չասեք դուք չեք տալու, տնտեսվարողի քթերից է բերելու այս ամեն ինչը։ Եվ մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք, որ մեր պարագայում անպայման է թոշակները ոչ թե 10000 դրամով, այլ մի քանի 10000 դրամներով, ոչ թե մի քանի հազար դրամով, այլ նվազագույն կենսաթոշակից մի բան էլ ավել պետք է լինի։ Առնվազն մի 100,000 դրամ, առնվազն մինիմալ թոշակ պետք է ունենա մեր հայրենակիցը։ 100,000 դրամից պակաս պետք է թոշակ չունենա մեր հայրենակիցները, որ գոնե ծայրը ծայրին հասնեն։ Դա մինիմալի հետ կապված է։ Ուսուցիչները, որ էլի ամիսներով աշխատավարձ չեն ստացել, բայց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին այդ աշխատավարձների բարձրացում ա եղել, էլի ա լինելու աշխատավարձի բարձրացում, էլի ա լինելու, ուրեմն այն նպաստառու մեր հայրենակիցները, որոնք նպաստառու են եւ ծայրահեղ ծանր վիճակի մեջ են, շատ եք ինձ դիմումներ ուղարկում, ասում եք մեզ էլ ցուցակից հանեցինք, մենք հանապազորյա հացի խնդիր ունենք, այդ հարցերը վերանայվելու են սիրելի հայրենակիցներ, անպայման պետք է վերանայվեն այդ բոլոր այդ հարցերը պետք է վերանայվեն եւ մեր հայրենակիցները պետք է արժանապատիվ այո աշխատավարձ ստանան, այո արժանապատիվ թոշակ պետք է ստանան, այո արժանապատիվ պետք է ապրեն ոնց որ արժանապատիվ ապրել են, այո այս ճանապարհը որ ասում եք ճանապարհ են կառուցել, դուք ճանապարհ չեք կառուցել, դուք Ռոբերտ Քոչարյանի կառուցած ճանապարհների վրա ընդհանրապես փողեր եք լվացել, այդ կառուցած ուրեմն կամուրջների վրա ընդհանրապես փողեր եք լվացել, այդքան թունել, այդքան պողոտաներ, այդքան կատարած աշխատանք, Գյումրին, Աղետի գոտում, այս տարիների ընթացքում մի հատ տուն չեք սարքել։ Խոսում եք Աղետի գոտ, դուք Գյումրի գնալու երես ունեք։ Դուք Գյումրի գնալու երես ունեք, Տիկին Թովմասյան, մի հատ շենք սարքել են այս ընթացքում։ Ո՞վ է սարքել։ Այդ մոտ չեն ուզում չէ ասել։ Չէ, դե երևի այդ տները օթից է, չէ, բանը, օթից է կառուցվել, բանը արել։ Այս սարքումն էլ անհարմար է զգում ասել։ Դե անհարմար զգալ գիտեք որն է, որ ես իհարկե համեստությունը լավ բան է, բայց մեր ժողովուրդն էլ պետք է այդ աշխատանքը գնահատի։ Աղետի գոտում բնակարաններ են կառուցել, սա նման չեն ասել, որ եթե մեզ չընտրեք, այդ 16 միլիոն ծրագրերը պետք է վերանայվեն։ Ոչ մի վերանայում էլ չի լինելու։ Ուրեմն ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ գյուղերում ոչ միայն սահմանամերձ գյուղերում, այլ տարբեր Հայաստանի Հանրապետության բնակավայրերում ֆոնդային հողերից տրամադրվելու են, բնակարաններ են կառուցվելու, այդ բնակարանի բանալիներն էլ հանձնվելու են, անապահով ընտանիքներին հանձնվելու են, մեր զոհվածների ծնողներին հանձնվելու են այդ բանալիները, այն ընտանիքները, որ մի քանի երիտասարդներ ունեն եւ ամուսնանալու խնդիր ունեն, որովհետև բնակարան չունեն, հանձնվելու են այդ բանալիները հանձնվելու են իրար, ոնց որ ժամանակին հանձնվել են այդ բնակարանի բանալիները։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։